Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Ողջույն եւ բարի գալուստ առաջին ալիք։ Այսօր երկուշաբթի է եւ եթերում կրկին սպասիր ինձ հաղորդաշարն է։ Մենք գիտենք, որ դուք մեզ սպասում եք նոր պատմությունների եւ հուզիչ հանդիպումների։ Իհարկե, դուք միշտ սպասում եք միայն դրական ավարտով պատմությունների, չէ՞ որ դրանք այնքան լավ հույզեր են արթնացնում։ Ցավոք հաղորդումը միայն երջանիկ պահերից չէ բաղկացած։ Այստեղ հնչող պատմությունները երբեմն լի են ցավով ու հիասթափություններով։ Ինչ արած, կյանք է։ Մենք այն 100%-ով ծրագրել չենք կարող։ Չենք կարող ծրագրել, բայց կարող ենք որոշ չափով ազդել դրա ընթացքի վրա։ Անել այն, ինչը համարում ենք ընդունելի, որքանով թույլ են տալիս մեր ուժերը։ Կարող ենք օգնել նաև այլ մարդկանց փոխելու իրենց կյանքը։ Մենք դա անում ենք սիրով ու նվիրումով։ Եթե ձեր հարազատին գտնելը ձեզ երջանկություն է պարգևում, ապա մեզ համար դա ոչ միայն անսահման ուրախություն է, այլև կատարված առաքելություն։ Մեր նախագծին դիմելիս ոչ միայն դուք եք սպասում, այլև մենք։ Սպասում ենք որոնումների հանգուցալուծմանը, սպասում ենք ձեր հանդիպումներին, սպասում ենք պահերին, երբ վերջապես կտեսնենք ձեր ամուր գրկախառնությունն ու երջանիկ ժպիտները։ Ու քանի որ այս պահին դուք սպասում եք մեր այսօրվա թողարկման մեկնարկին, ուրեմն մենք սկսում ենք։ Սպասիր ինձ հեռուստանախագծին դիմելու միջոցներն անփոփոխ են։ Համանուն կայքում հեշտորեն կարող եք լրացնել հայտ, նամակ գրել էլեկտրոնային փոստին կամ զանգահարել մեր խմբագրության հեռախոսահամարով։ Բոլոր կոնտակտներն այժմ տեսնում եք ձեր էկրաններին։ Այսօրվա մեր հայտատուն վստահաբար այդ միջոցներից մեկն է կիրառել եւ ահա արդեն մեր տաղավարում է։ Հրավիրենք նրան զրույցի։ Բարի երեկո, համեցեք։ Բարև ձեզ, խնդրում ենք ներկայացեք եւ ասեք ում եք փնտրում։ Ես Անին Մանուկյան, լեզվաբան Երևանից, միգուցե մի փոքր տարօրինակ թվա, բայց ես փնտրում եմ իմ ապագա գրքի հերոսներին, ովքեր մեծացել են Ալեքսանդրապոլի Աժմյան Գյումրվա ամերիկյան որբանոցներում։ Պատմել են տատիկները կամ մայրերը, ես հիմնականում ժառանգների հետ եմ հանդիպել, որ քրոջս տարան Միացյալ Նահանգներ, եղբորս տարան Միացյալ Նահանգներ։ Իմ մոտ միտքը այսպեսի հղացավ, որ փորձեմ գտնել այն որբերին, որոնց 3 մեծ ամերիկյան որբանոցներից, դրանք են Պոլիգոնի որբանոցը, Սևերսկի եւ Կազաչիպոս որբանոցներից տեղափոխել են Միացյալ Նահանգներ։ Ասում են, որ 2 նավով են տեղափոխել, դա ընթացք է եղել, միանգամից չեն տեղափոխել եւ նաեւ ժառանգներից մեկը պատմում էր, որ երբ տատիկի քրոջը տարել են եւ չի կարողացել գտնել, երկար ժամանակ փորձել է փնտրել, պատասխանել են որբանոցում, որ նավով տարել են նահանգներ, բայց մի նավից մեկը խորտակվել է։ Դա էլ մնում է օդից կախված չապացուցված դեռևս փաստ։ Ես առանձնացրել եմ մի քանի ժառանգների պատմություններ, որտեղ ունեն իրեն կոնկրետ տվյալներ, օրինակ այս մի լուսանկարում տատիկի եղբորն է փնտրում Գայանեն Ասլանյան, բնակվում է Գյումրիում, եւ Հայաստան Սարգսյան Կոստանյանն է, ում եղբորը նորածին Ներսեսին ցեղասպանության ժամանակ պապը բերել հանձնել է Հայաստանի հետ միասին որբանոց 19 թվականին Ներսեսին տեղափոխել են Միացյալ Նահանգներ։ Ոչ մի տեղեկություն չի եղել ամբողջ կյանքի ընթացքում եւ Գայանեն մինչեւ հիմա փնտրում է, ես կարծես միջնորդն եմ, որ ուզում եմ նաեւ օգնած լինել այդ ժառանգներին, որպեսզի գտնեն իրենց հարազատներին։ Օրինակ սա Մարգարիտ Գևորգյանը, ում եղբայրը 12-ից 13 տարեկան է եղել եւ ելի տեղափոխել են Միացյալ Նահանգներ։ Իրենք ի սկզբանե հանգրվանել են, Վանից են եղել Իջևանում եկեղեցում Բաքվում են հանգրվանել որոշ ժամանակ եկեղեցում, հետո արդեն տեղափոխվել են Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկը։ Այստեղ հաջորդը օրինակ Անահիտ Ղուկասյանն է փնտրում տատու քրոջը, իհարկե ժառանգներին, Հռիփսիկին,
ով Միացյալ Նահանգները տեղափոխվել եւ ինչպես արդեն ասացի, շրջանառվել այն տեղեկությունը, որ նավը, որի վրա եղել են որբերը, խորտակվել է, բայց դա դեռևս ապացուցված փաստ չէ։ Մի պատմություն էլ այստեղ կա առանձնացրել եմ, սա էլ Պերճանոշ Մելիքյան Կարապետյանը 1907 թվականին ծնված Բասենում, քրոջն են 4 տարեկան հասակում հազարնիկին տեղափոխել են Միացյալ Նահանգներ։ Հարցադրումները շատ են, ինչու էին տանում, ինչ նպատակով, եւ ինձ որպես հետազոտող ավելի շատ հետաքրքրում է ինչ ծրագրով էին տանում եւ ինչ ճակատագրի արժանացան։ Բնականաբար ես հույս չունեմ, որ հիմա կոնկրետ իրենց կարող են գտնել, բայց ժառանգներին միգուցե կարողանան գտնել եւ այդ ընտանեկան արխիվները բացելով, հարցազրույցների միջոցով շատ կուզենամ, որպեսզի նաեւ բացահայտենք այն պատկերը, թե ինչ ճակատագրի արժանացան եւ ինչպես դասավորվեց նրանց կյանքը հեռավոր երկրում Միացյալ Նահանգներում։ Շնորհակալ ենք ձեզ այս մեծ ահռելի գործը անելու համար։ Այս պատմությունները դուք պատրաստվում եք վերածել նոր գրքի, այսինքն իմաստահետազոտություն իրականացնելն է եւ այն լույս ընծայելը։ Այո, առաջին կապը հաստատեցի Միացյալ Նահանգներում, Սան Ֆրանցիսկոյի զանգը եղավ, հետո արդեն Ֆրանսիայից եղան ժառանգներ, Ռուսաստանի Դաշնությունից, Արգենտինայից, մեծ թիվ են կազմում գյումրիեցի կանայք, ովքեր պատմեցին այս տատիկների եւ մայրերի մասին, եւ Երևանից։ Փաստորեն խոսքը ոչ միայն այս անունների մասին է, որ թվարկեցիք քիչ առաջ, այլ փնտրում ենք առհասարակ այն մարդկանց ժառանգներին, ովքեր մանուկ հասակում տեղափոխվել են Գյումրու մանկատնից Միացյալ Նահանգներ, այսինքն նաև ինչ-որ իմաստով ոչ շատ հասցեական է մեր որոնումը։ Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր ժառանգներն են ու գիտեն այս պատմությունները։ Միանշանակ իմ հետազոտության առանցքը հիմնականում 3 մեծ ամերիկյան որբանոցներն են, եւ ես փնտրում եմ հատկապես այն ժառանգներին, ում տատիկները կամ պապիկները եղել են այդ որբանոցներում Արևմտյան Հայաստանից տեղափոխվելուց հետո, որոնց տեղափոխել են Միացյալ Նահանգներ։ Գիտեք, մենք սովորաբար խնդրում ենք մեր հյուրերին դիմել որոնվողներին, շատ այսպես սրտագին, ջերմ, կարոտալից խոսքերով։ Ձեր պարագայում նույնպես եկեք հենց այդպես էլ անենք, դիմեք այն մարդկանց, ովքեր լսելով ձեր ուղերձը կհասկանան, որ հենց իրենց մասին է խոսքը, հենց իրենց ընտանեկան պատմությունն է ձեզ հետաքրքրում եւ կապի դուրս կգան մեզ հետ։ Այն բոլոր մարդիկ, ովքեր դիտում են այս հաղորդումը եւ իրականում տեղեկացված են, որ իրենց նախնիները եղել են այդ 3 մեծ ամերիկյան որբանոցներում, պարզապես հորդորում եմ, խնդրում եմ, արձագանքեք։ Վերջ-վերջը դուք ունեք նաեւ հարազատներ Հայաստանում, ովքեր թեկուզ 110 տարի հետո, 100 տարի հետո դեռևս փնտրում են ձեզ։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեն։ Մենք եք շնորհակալ շատ, որ եկել եք այսօր մեր տաղավար ու շնորհակալ ենք նաև այն նվիրումի համար, որով իրականացնում եք այս աշխատանքը։ Ես եմ շնորհակալ շատ այս հնարավորության համար։ Անկամ եթե այս պատմության մեջ բացեր եւ անհասկանալի դրվագներ կան, դա չի խանգարում որոնումներ սկսելուն։ Մենք անհամբեր կսպասենք նորությունների։ Սեփական սխալներն ընդունել եւ ներում խնդրել հեշտ չէ։ Թվում է, թե ինչ դժվար բան կա, անկեղծ ափսոսանք, մի ներողություն եւ վերջ, գործն արված է։ Բայց արի ու տես, որ շատերի համար ներողություն խնդրելը փորձություն է կամքի ուժի առումով։ Առավել բարդ է ներել։ Ներել նրան, ում ժամանակին վստահել ես, ում համարել ես մտերիմ ու գուցե կիսվել ես ամենաանձնական մտքերով։ Դժվար է ներել, երբ դիմացինի սխալը ցավեցրել ու խորը վերք է թողել։ Բայց մարդկանց հարաբերությունները հաճախ հենց ներումից են կախված։ Ու նորմալ շփում պահպանելու համար անհրաժեշտ են փոխադարձ միմյանց ընդառաջ տանող քայլեր, զղջումի ու ներման։ Առանց մեկի երբեք չկա մյուսը։ Սպասիր ինձ հաղորդաշարում հայտնվող շատ պատմությունների հանգուցալուծումը կախված է հենց ներումից։ Ու դրանցից բոլորը չէ, որ ավարտվել են երջանիկ գրկախառնությամբ։ Մենք հիշում ենք, օրինակ, ինչպես դուստրը չներեց հորը, իսկ հարսը սկեսուրին, ու նրանց հանդիպումներն այդպես էլ չկայացան։ Բայց մենք հիշում ենք նաև ճիշտ հակառակ ելքով պատմություններ եւ ուզում ենք, որպեսզի սխալներն ուղղելու ժամանակը յուրաքանչյուրն օգտագործի արդյունավետ կերպով։ Հաճախ այդ մի ներողություն բառը այնքան սպասված է, որ բավական է հնչի ու նույն պահին փոխվում են աշխարհի գույները, մոռացվում է վիրավորանքը։ Զղջումն ու ներումը թող երբեք չուշանան, իսկ նրանց, ովքեր ուզում են ներողություն խնդրել, բայց կորցրել են այդ խոսքի հասցեատիրոջը, կօգնենք մենք։
Ես Ժասմենա Բարսեղյանն եմ, որոնում եմ իմ որդուն Բարսեղյան Գագիկին։ Իսկ սա իմ տունն է, մենակ եմ ապրում։ Խնդրեմ համեցեք ներս։ Բարսեղյաններն ապրում էին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ Ժասմենի որդին Գագիկը հայրական տնից հեռացավ 1998 թվականին։ Նա մեկնեց Ռուսաստան արտագնա աշխատանքի։ Չելյաբինսկ քաղաքում աշխատելու ժամանակ տղան ծանոթացավ Տատյանա անունով ռուս կնոջ հետ։ 2000 թվականին նրանք ամուսնացան, համատեղ ապրեցին 6 տարի, 2 որդի ունեցան։ Առաջնեկին Իլյա կոչեցին, իսկ երկրորդ որդու անունն ընտրելիս ընտանիքում վիճաբանություն տեղի ունեցավ։ Գագիկը ցանկանում էր որդուն Կարեն կոչել, իր եղբոր անունով, կինը դեմ էր։ Կնոջ հետ վիճաբանությունից հետո Գագիկը վերադարձավ Հայաստան։ Այդ ժամանակ միայն հարազատներն իմացան, որ տղան Ռուսաստանում ընտանիք ունի։ Եկավ Հայաստան, ասավ չեմ գնալու ես, որ իմ աղբորս անունը դրած փոխել է, թողեց եկավ Հայաստան։ Հետո մենք իր հետ վիճեցինք, ասենք լավ չես անում Գագո ջան, ոչինչ, կին է հիմա տենց ասում, թողը տենց լինի, բայց ընտանիք մի քանդեք։ Քո երեխեքը մեղք են, ինչի հիման վրա պետք է մնան որբ։ Մենք համոզեցինք նորից հետ առավ գնաց, հետո մեր հետ հեռախոսով կապ ունեցավ, թե ամեն բան լավ է, չմտածեք։ Առանձնապես չէր խոսում, ինքը չխոսկան էր, այդ հարցերով չէր խոսում, որ հարց են տալի, ասում էր ամեն բան լավ կլինի, մի մտածեք, լավ կլինի, ոնց որ իմիջայլոց էր խոսում այդ հարցի շուրջ, բայց ասում էր մի քիչ մեծանան կգանք Հայաստան։ «2013 թվականի փետրվարին Ժասմենը որդուց զանգ ստացավ։ Գագիկը մորը հայտնեց, որ հիվանդանոցում է գտնվում, ոտքը վիրահատել են։ Այդ օրից Գագիկը հարազատների հետ այլևս կապի դուրս չի եկել։ Մոր զանգերն ու նամակներն անպատասխան են մնում։ Գագիկի կնոջ Տատյանայի հասցեն ու հեռախոսահամարը հարազատները չգիտեն։ Այդ աղել վերջինը, մենք ոչ մի տեղեկություն չունենք իրանից, ոչ լուր, ոչ մի բան։ Տարիները գալիս ասում են ճիշտ է, անընդհատ հետաքրքրվել եմ միշտ, խնդրել եմ ասում, ասել եմ Աստված ջան, մի հատ նմուշ, մի լուր, մի տեղեկություն իմանամ, ինքը կա։ Մենակ այդ իմ ներսի ձայնը ինչ որ վատ բաներ շատ է մտածում։ Մի անգամից ընդհատվեց, մի անգամից։ Ու ես երբեք չէի սպասում, որ չի զանգի։ Ու ամեն օր սպասում էինք զանգին, թե քույրս, թե աղբերս շատ կապված էր իր հետ։ Այս ժամանակ քաղաքային հեռախոսները կային, տների հեռախոսները, դրանք հանեցինք, դե ձեռքի հեռախոսներն էլ ինքը արդեն չգիտեր ոչ ում ձեռքը ինչ կա համարները, բան, տենց էլ ոչ զանգ ունեցանք, ոչ մի տվյալ չունենք իրանից։ 2014 թվականին Սևանի համայնքապետարան Չելյաբինսկից նամակ եկավ։ Տատյանայի մայրը Վալենտինա Օրեշչենկովան Գագիկին խնդրում էր տուն վերադառնալ, ասում էր, որ երեխաները սպասում են։ Նամակին պատասխանեց Ժասմենը։ Նա հայտնեց, որ Հայաստանում եւս Գագիկից որևէ լուր չունեն։ Ժասմենի նամակը մնաց անպատասխան։ Թորների հետ կապ պահելու համար նա մի քանի անգամ փորձեց նամակ ուղարկել նույն հասցեով, սակայն ապարդյուն։ Գագիկի եւ նրա ընտանիքի մասին Ժասմենը լուր չունի արդեն 12 տարի։ Եթե ինքը կա, մեր հետ կապի դուրս կգար, հնարավոր չէր։ Հենց այդ այն ստանջում, ինչ որ մի բան երևի եղել է, որ չկա, կամ ես իմ չգիտեմ, չեմ ցանկանում, գուցե մի բան եղել է, մենք տեղյակ չենք։ Որ մտածում եմ, սարսափում եմ, որտեղ նա բոլորի հետ կապված ու սիրում էր շատ բոլորին։ Ոչ մեկի հետ նեղացած չի, բոլորն իրան սիրում էին ու բոլորն էլ իմ անհանգիստ սպասում են իր զանգին, որը որ չկա ու չկա։ Իրա կարիք շատ ունեմ։ Թեկուզ չգա էլ, մենակ իմանամ ինքը առողջ է, լավ է, իր երեխեքի հետ է, մենակ այդ իմանամ, որ ինքը երջանիկ է։ Ինձ մենակ դա է հետաքրքիր, ուրիշ ոչ մի բան։ Ես արդեն իմ կյանքս անցկացրել եմ 78 տարեկան եմ, փոքր չեմ։ Ինչ որտեղ ուզում եմ իրանց լավը լսեմ, իմ հոգու հանգստության համար ուզում եմ մի տեղեկություն իմանամ նոր։
Գագ ջան, եթե դու ինձ դիտում ես, Ազիզ ջան, իմ տղա, կարոտում ենք բոլորս քեզ, բոլոր անհամբերը սպասում են քո արձագանքին։ Խնդրում եմ, մի լուր, մի արձագանք ուղարկի։ Դու եղել առողջ ու երջանիկ, մենակ իմանանք դու կաս առողջ ես, այդքան բան։ Ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Կարոտել են քեզ շատ։ Պատմությունը, որ այսօր կներկայացնենք ձեզ, առաջին հայացքից սովորական, ոչնչով չառանձնացող ընտանեկան պատմություն է։ Երիտասարդ աղջիկ ու տղա, սեր, համատեղ կյանքի որոշում, այնուհետև սիրո պտուղ, սիրված աղջնակ։ Ու կարծես ամեն բան լավ պետք է լիներ, ընտանիքը պետք է ամրանար։ Բայց գալիս է մի պահ, որին ոչ մի ընտանիքում չեն սպասում։ Ինչ որ բան կոտրվում է։ Երեխայի ծնողները սկսում են իրար չհասկանալ։ Վեճեր, ծանր մթնոլորտ ու երբեմնի սիրառատ զույգը հասկանում է, որ այլևս մեկ տանիքի տակ ապրել չեն կարող։ Նրանցից յուրաքանչյուրը հավանաբար իր պատճառներն ու պատճառաբանություններն ունի։ Յուրաքանչյուրը կատարվածի իր տեսակետն է ճիշտ համարում։ Յուրաքանչյուրն ինքն իրեն է իրավիճակի զոհ համարում եւ նրանք միմյանց համար դառնում են օտար։ Իսկ արդյունքում տուժում է նա, ում պետք էր այս ամենից հեռու պահել ու պարզապես սիրել ու փայփայել երեխան։ Ծնողների բաժանումը գուցե աննկատ, բայց ամենից շատ ազդում է հենց երեխայի վրա։ Իսկ մեզ դիմում են հաճախ հենց նրանք, բաժանված եւ բաժանումից հետո նորմալ հարաբերություններ չպահպանած ծնողների զավակները։ Դիմում են, քանի որ կիսատության զգացումը նրանց կյանքի անբաժան մասն է դառնում, քանի որ հասուն տարիքում սկսում են պայքարել մանկության խնդիրների դեմ, լիարժեք ու առանց հարցականների կյանքով ապրելու համար։ Ցանկանում են ծնողների փոխարեն կարգի բերել կյանքի խառնաշփոթը։ Այո, նման պատմություններով մեր հաղորդաշարին հաճախ են դիմում եւ մենք փորձում ենք օգնել յուրաքանչյուրին, առանց որևէ մեկին մեղադրելու եւ քննադատելու։ Մենք անում ենք դա հանուն նրանց, ովքեր իրավունք ունեն ճանաչելու երկու ծնողներին հավասարապես։ Եվ այսօր կպատմենք Կատարինա անունով մի աղջկա մասին, որի ծնողները բաժանվել են, երբ նա դեռ 2 տարեկան էր։ Լսենք, թե ինչ է նա պատմում։ Ես Կատարինա Ալեքսեյ Դիմիտրիևան եմ։ Ապրում եմ Ռուսաստանում, Մոսկվա քաղաքում։ Ես 30 տարեկան եմ։ Որոնում եմ հորս, Կարեն Կարենի Հովանեսյանին, ծնված 1959 թվականի փետրվարի 8-ին։ Նա ծնունդով Երևանից է։ Երբ մենք շփվում էինք, նա 2 երկրում էր ապրում՝ Ռուսաստանում, Մոսկվա քաղաքում եւ Երևանում, որտեղ նա ազգականներ ուներ։ Նրա եղբայրը, իմ հորեղբայր Յուրին եւ Ասիա տատիկը։ Մայրիկս Տատյանա Նիկոլայի Զոտովան է։ Ծնված 1963 թվականի ապրիլի 6-ին։ Նա հայրիկիս հետ ապրում էր Մոսկվայում։ Նա տնային տնտեսուհի է։ Որքանով ես եմ հիշում մայրիկիս պատմածներից։ Նրանք ծանոթացել են շուկայում, երբ մայրիկս մթերք էր ընտրում։ Այն ժամանակ մայրիկս արդեն 2 երեխա ուներ առաջին ամուսնությունից, 2 ավագ քույրերս։ Հայրիկս գեղեցիկ կերպով ուշադրության նշաններ է ցույց տվել։ Մայրիկս հմայվել է նրանով, եւ նրանց միջև սիրավեպ է սկսվել։ Արդյունքում ծնվել ենք ես եւ կրտսեր եղբայրս։ Նրա անունը Սերժ է։ Այսպիսով նրանք ընտանիք ստեղծեցին։ Որքան գիտեմ, պաշտոնապես ամուսնացած չեն եղել, բայց իմ ծննդականում գրանցված է հորս անունը։ Ծնողներս մոտ 5 տարի ապրեցին միասին։ Իսկ հետո բաժանվեցին։ Դա ես եմ հիշում։ Հայրս, սակայն, իմ ու եղբորս հետ մինչև որոշակի տարիք պահպանում էր կապը։ Ինչ որ պահի այդ կապն ընդհատվեց, բայց մեծամասամբ ոչ թե հայրիկի նախաձեռնությամբ, այլ մայրիկի, քանի որ նա աջակցողի, կապը պահպանողի դերում չէր։ Երբ ծնողներս բաժանվեցին, ինձ հետ կապ հաստատելու փորձեր արել են ինչպես հայրիկը, այնպես էլ տատիկը։ Երբ նա գալիս էր, միշտ գրկում էր ինձ, նստում եւ ինչ-որ բան էր պատմում ինձ եւ եղբորս։ Ես մայրիկիս հարցնում էի, որտեղ է հայրս ապրում, ինչպես կարող եմ նրան գտնել, ունի արդյոք նրա հեռախոսահամարը, բայց մայրս ասում էր, որ բոլոր տվյալները կորել են եւ նա ոչինչ չգիտի։
Ես հույս ունեմ, որ թե հայրիկիս կյանքում է ամեն բան կարգին, թե տատիկս է ողջ եւ առողջ։ Ես մեծ հաճույքով կհանդիպեի նրանց հետ, կշփվեի, կիմանայի ինչպես են ապրում, կպատմեի իմ մասին։ Ես ավելի քան վստահ եմ, որ նրանք եւս ուրախ կլինեին հանդիպել եւ չեն էլ կասկածում, որ ես նրանց որոնում եմ։ Հայրիկ, ողջույն, շատ եմ ուզում քեզ գտնել։ Ես շատ ցավում եմ, որ մեր կապն այսպես ընդհատվել է, որ մենք չենք պահպանել մեր հարաբերությունները։ Բայց ես վստահ եմ, որ դա քո կամքով չի եղել, ուղղակի այդպես է ստացվել։ Ուրախ կլինեի գտնել քեզ, պատմել ինչպես է դասավորվել կյանքս, իմանալ ինչպես է ընթացել քոնը, շփվել եւ այլևս չկորցնել իրար։ Այժմ գիտենք, որ Կատարինան ի սկզբանե Կարինա անունն է ունեցել, Կարինա Կարենի Հովհաննիսյան։ Ցավոք նա գրեթե ոչինչ չի հիշում հոր մասին, եւ նրա ունեցած տեղեկությունը չնչին է։ Հավանաբար Կատարինայի մայրիկի վիրավորանքը հոր նկատմամբ այնքան խորն է եղել, որ չի կարողացել պատմել դստերը հոր մասին, առավել եւս օգնել կապ հաստատել նրա հետ։ Ուզում ենք, որ ինչպես Կատարինան, այնպես էլ բոլոր այն մարդիկ, ովքեր հայտնվել են նման իրավիճակում, հիշեն, երբեք ուշ չէ որևէ բան փոխել։ Պետք չէ վախենալ, որ որոնումները կավարտվեն անհաջողությամբ։ Իմանալ ճշմարտությունը միշտ ավելի նախընտրելի է, քան անորոշության մեջ ապրելը։ Չնայած ինֆորմացիայի սակավությանը Կատարինայի հորը գտնելու ցանկությունը շատ մեծ էր։ Այս դեպքում չէր խանգարի հաջողությունն ու մի փոքր էլ հրաշքների հավատալը, եւ հրաշք տեղի ունեցավ։ Կատարինայի հայրը, Կարենը, գտնվեց Մոսկվայում։ Մենք հանդիպեցինք նրան հայտնելու համար, որ դուստրը որոնում է իրեն։ Դիտենք նրա մասնակցությամբ տեսանյութը։ Ես Կարեն Հովհաննիսյանն եմ։ Մանկությունս եւ պատանեկությունս Հայաստանում են անցել, Երևանում, որտեղ էլ ավարտել եմ դպրոցը, այնուհետև Պոլիտեխնիկական ինստիտուտը եւ աշխատել եմ որպես ինժեներ։ Սովետական միության փլուզումից հետո 90-ական թվականների սկզբին ես տեղափոխվեցի Մոսկվա, քանի որ Հայաստանում ձեռնարկությունների մեծ մասը փակվեց։ Այստեղ արդեն շինարարական բրիգադ ընդունվեցի, որտեղ էլ 1994 թվականին ծանոթացա Կարինայի մայրիկի հետ։ 1995 թվականի մայիսին ծնվեց Կարինան։ Մենք պաշտոնապես ամուսնացած չենք եղել։ Նա ամուսնացած է եղել, ուներ 2 երեխա։ Տատյանայի հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չէին։ Նրա բնավորությունը ծանր էր, մեր մենթալիտետները տարբեր էին։ Չէ՞ որ ես Կովկասից եմ, նա Մոսկվայից։ Կյանքի եւ հարաբերությունների նկատմամբ մեր հայացքները տարբեր էին։ Եվ գնալով ամեն բան ավելի էր բարդանում։ Վերջի վերջո բաժանվեցինք։ Նա սկսեց երեխային իմ դեմ տրամադրել։ Փոխեց նրա ազգանունն ու հայրանունը։ Ես ընտանիքից գնացի, բայց հաճախ էի այցելում դստերս։ Տատյանայի հետ փորձում էի խաղաղ կերպով պայմանավորվածության հասնել, բայց նա ամեն ինչ թշնամաբար էր ընկալում, իմ հանդեպ ագրեսիվ էր տրամադրված։ Առավել եւս այդ ընթացքում նա միացավ իր առաջին ամուսնու հետ, եւ ես անկոչ հյուր էի, երբ այցելում էի նրանց։ Վերջին անգամ դստերս տեսել եմ 2002 թվականին, երբ նա դեռ 7 կամ 6 տարեկան էր, դպրոց դեռ չէր հաճախում։ Վերջին անգամ երբ եկա, կրկին տհաճ տեսարան եղավ։ Աղջիկս ուրիշ սենյակ փախավ, իսկ Տատյանան հենց իմ ներկայությամբ գոռում էր. «Կարինա, գնա մյուս սենյակ, այնտեղ հայրիկը քեզ է սպասում», նկատի ունենալով իր ամուսնուն, որի հետ ապրում էր։ Ես հասկացա, որ վերջ, արդեն անիմաստ է այնտեղ գնալ, դստերս արդեն կորցրել եմ։ Նա տատիկին նամակ էր գրել, շատ նեղացած էր ինձնից, որ լքել եմ նրանց։ Ես հասկանում էի, որ նա գնահատում է իրավիճակը ելնելով մոր խոսքերից։ Բնական է, որ մայրը բացասական կողմից էր ներկայացնում ինձ եւ դրությունը։ Ես նրան չեմ մեղադրում։ Այն, որ ինձ փնտրում է դուստրս, ես իմացել եմ սպասիր ինձ հաղորդաշարից։ Ինձ զանգահարեցին եւ ասացին այդ մասին։ Ձեզ մի լուսանկար ցույց կտամ։ Նայեք, խնդրում եմ։ Այս լուսանկարը Կարինան կցել է իր որոնման հայտին։ Այո, սա ես եմ այն ժամանակ։
Այո։ Ես եմ եւ Կարինան։ Ինչ կարող եմ ասել, Կարինա, այսպես է դասավորվել մեր ճակատագիրը, ոչինչ էլ հետ չես բերի։ Բայց կյանքը շարունակվում է։ Եվ ես հուսով եմ, որ երբ մենք հանդիպենք, դու շատ բան կիմանաս ինձնից եւ կփոխես վերաբերմունքդ իմ հանդեպ։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կընթանա։ Պետք է շարունակենք ապրել։ Կասկած չկա, որ գտնված Կարենը հենց Կարինայի հարազատ հայրն է։ Բայց ամեն բան այդքան էլ հեշտ ու հարթ չէր։ Մտածում էինք, ինչպես կազմակերպել հոր ու դստեր հանդիպումը։ Պատրաստվում էինք ու որոշել էինք մինչև Կատարինային ուրախ լուրը հայտնելը մի փոքր նախապատրաստել նրան։ Նախ ցույց տվեցինք նրան հայրիկի լուսանկարը։ Տեսնենք ինչպես նա արձագանքեց։ Քեզ համար մի բան ունեմ։ Ուզում եմ, որ նայես։ Ահա, այս լուսանկարը։ Նման է արդյոք հայրիկիս։ Այո, նայիր։ Ոչ, իմ հայրիկին նման չեմ։ Նման չէ։ Ոչ, նա լրիվ այլ տեսք ունի։ Իրոք։ Այո, Սա քո հայրն է։ Այո, Կարեն Հովանեսյանն է։ չէ, իրոք։ Սա Կարինան է։ Իսկ սա ես եմ։ Այստեղ Հայաստանում ենք։ Բացարձակ նման չէ։ Ես լուսանկար էի ուղարկել հաղորդման խմբագրություն։ Որում նա գանգրահեր էր։ Այո, գանգրահեր էր, նիհար։ Իսկ այս լուսանկարի տղամարդն ավելի ամրակազմ է եւ բացարձակ նման չէ իմ հայրիկին։ Դե դա հաստատ նա է։ Քանի որ նա հրաշալի հիշում է քեզ։ Եղբորդ Սերժին, նաև մայրիկիդ։ Նա մեզ ամեն ինչ պատմել է։ Վստահաբար նա է։ Հավանաբար նա Ռուսաստանում է։ Այո, Մոսկվայում է։ այո, Մոսկվայում։ Հիմա այն կողմ նայիր։ Նա է։ Ինչ է, նման չեմ։ Ոչ, դու իսկապես Կարենի Հովանեսյանն ես։ Վստահ ես, որ դու ես։ 100% համոզված ես։ Տեսքս վատ է։ Դե դու շատ ես փոխվել։ Այո, ժամանակը մարդկանց չի խնայում։ Դու ամբողջ կյանքում Մոսկվայում ես ապրել։ Ոչ ամբողջ կյանքում, 1993 թվականից։ Դու փոքր ժամանակ գանգրահեր էիր։ Այո, գանգրահեր էի։ Հիմա էլ եմ գանգրահեր։ Պարզապես հարդարել ես մազերդ։ Այո, հարթեցրել եմ։ Ես չէի սպասում։ Արի գրկեմ քեզ։ Իսկ դու ինձ չես որոնել։ 25 տարի։ Դու էիր գրել տատիկին ուղղված նամակի մեջ։ Ես ոչինչ չեմ գրել։ Ես կարդացել եմ այդ նամակը։ Տատիկի հետ կապ ընդհանրապես չեմ ունեցել։ Փորձում էի նրա հետ կապ հաստատել, բայց մայրիկս թույլ չէր տալիս։ Ծանոթացիր, ամուսինս է, Եվգենին։ Կարեն, ուրախ եմ ծանոթանալ։ Ես չէի սպասում, որ կհանդիպեմ քեզ։ Դե։ Ես հիշում եմ քեզ։ Հիշում եմ ինչպես էիր այցելում ինձ։ Ափսոս, որ ինձ չես փնտրել։ Ափսոս, որ տատիկի հետ այդպես ստացվեց։ Ես պարզապես ուրախ եմ կրկին տեսնել քեզ։ Դու ուզում էիր շփվել, ես դա հիշում եմ։ Մենք նման ենք։ Անկեղծ ասած, շատ։ Շատ։ Դե։ Ուղղակի իմ մազերն արդեն սպիտակ են։ Դե ես էլ կհասնեմ քեզ։ Ժամանակ դուր քիչ է մնացել։ Վերջ, շնորհակալություն։ Մենք գնանք շարունակենք շփվել։ Այո, ես չէի սպասում, որ կտեսնեմ քեզ, պապ։ Այնքան ուրախ եմ տեսնել քեզ։ Վաղուց չէի լսել այդ բառը, պապ։ Ուրախ ենք, որ ամեն բան դրական նոտայով ավարտվեց։ Հայր եւ դուստր այսուհետ հնարավորություն ունեն շփվելու, հանդիպելու եւ փորձելու լրացնել 30 տարվա բացթողումները։ Կարևոր է, որ նրանց միջև այլևս չլինեն կիսատ մնացած խոսքեր, կասկածներ, անպատասխան հարցեր։
Չէ որ նամակը, որը տարիներ առաջ ստացել էր Կարենը, փաստորեն Կատարինան չէր գրել։ Աղջիկը նույնիսկ չի իմացել այդ նամակի մասին։ Չշփվել հոր հետ նրա որոշումը չի եղել։ Կատարինայի մայրիկի որոշումը գուցե ճիշտ էր հենց իր համար, հենց այն իրավիճակում։ Իսկ հայրիկը պարզապես հավատացել էր նամակի բովանդակությանը եւ այլևս չէր փորձել պայքարել։ Եղել է այն, ինչ եղել է, ոչինչ այլևս չես փոխի։ Մնում է ապրել ներկայով ու կառուցել երջանիկ ապագան, սկսել ամեն ինչ սկզբից։ Կարենը արդեն հասուն դուստր ունի, որը շատ նման է իրեն, իսկ Կատարինայի երազանքը իրականացավ։ Հայրիկն այսուհետ միշտ կողքին կլինի։ Մաղթենք, որ այլևս ոչ ոք ու ոչինչ նրանց չբաժանի։ Իսկ եթե ձեր կյանքում էլ կա նման պատմություն, ապա առանց կասկածելու դիմեք մեզ։ Այսօր այսքանը։ Սպասիր ինձ հաղորդաշարն էր եթերում։ Կհանդիպենք։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։